Այսօր փորձը ավարտվեց, շատ լավ պարապեցին երեխեքը, բայց միշտ կա մի թերություն, շատախոսություն։ Այսօր նաև խոսել ենք այդ մասին, կարգապահության մասին։ Օրինակ տեսնենք ինչ են հիշել երեխեքը, որ կետերից է կարևոր կարգապահ լինելու համար։ Ո՞վ է հիշում երեխեք, ինչ են խոսել։ Զիաննա, ասա։ Որ բարի ժամանակ չխոսել։ Ասա։ Որ չուշանալ պարապմունքներից։ Չուշանալ։ Դու, Էլիզա։ Որ չբացակայենք։ Էլ ինչ կարող եք ավելացնել։ Այդ 3 կարևորագույնները ես թվեցի, դուք անգիր արեցիք։ Ըստ ձեզ, կարգապահություն ի՞նչն է համարվում էլ, Մարի։ Շատիր լինել։ Ճիշտ է։ Իսկ ուշադիր լինելու համար ինչա պետք, որ մեր 4 բոլորը տիրի լռություն։ Լինեն կարգապահ, այսինքն։ Եթե խմբում կա լռություն, նշանակում է այդ խմբում կա Կարգապահություն։ Դե բոլորին ասենք ստեսություն։ Այսօր